Բարի երեկո հարգելի հետևորդներ, ես բժիշկ Տիգրան Գրիգորյանն եմ։ Այսօր կներկայացնեմ մեր հերթական ստենոզի դեպքը երկու մակարդակ, որի դեպքում պացիենտի վիճակը բավական ծանր էր, ոտքում ճառագայթող ցավեր եւ արդեն պարեզի երևույթներ, եւ բնականաբար նման դեպքերում, երբ որ փորձում են փորձեր անել եւ երկարաձգել ժամանակը իբր թե օգնելու նպատակով, հիմնականում ավարտվում է ծանր հետևանքներով, այսինքն որքան երկար ձգձգվում է պացիենտի բուժման process-ը եւ որքան հեռանում է մեր վիրահատության հնարավորությունը ժամանակային, այնքան հավանականությունը մեծ է, որ դեպքը վիրահատությունից հետո արդեն չի կարող վերականգնել եւ պացիենտը կունենա գծող ոտնաթաթ կամ պարեզի երևույթ թմրածությամբ եւ շարժման սահմանափակումով։ Ահա ներկայացնում եմ դեպքը։ Ահա մենք այստեղ տեսնում ենք պացիենտի պատկերը, սա միջվողային աճառն է, սա ողնաշարային խողովակն է, այս ելուստները մեր միջվողային տարածություններն են, հարգելիներս, եւ բնականաբար մենք կփորձենք հիմա շերտ ներկայացնել մեր խնդիրը։ Շերտ իջնելով ներքև մենք տեսնում ենք արդեն կամաց սեղմվող ողնանցք, խնդրեմ, ահա տեսնում եք միջվողային լուսանցքը սեղմվեց համաչափ երկկողմանի եւ ձևավորեց ստենոզ։ Հաջորդ մակարդակում մենք տեսնում ենք արդեն միակողմանի հաճակոմյան շատ ավելի ուժեղ ներվարմատիկի ճզմում, որը ոչ մի շանս մեզ չի թողում, ավելացնեմ նաեւ, որ այստեղ միջվողային ուրեմն լուսանցքից զատ նաեւ աղեղ ելունային հոդերի կոպիտ հաստացում կա արթրոտիկ փոփոխության տեսքով։ Այս մակարդակը 4-5-րդ մակարդակն էր, հիմա անցնում ենք հաջորդ մակարդակ, բացարձակ ստենոզ, արդեն երկու կողմից լավ լուսանցքների սեղմումով կենտրոնական հատվածում դեռևս արկա է որոշակի ազատ տարածություն, բայց ահա որքան իջանք ներքև, միևնույնն է, աչակոմյան ստենոզը պահպանվեց եւ նման դեպքերում փորձեր անել ոչ վիրահատական մեթոդներով բուժում իրականացնելու պսակվելու է ցածր էֆեկտիվությամբ ժամանակի կորուստով եւ ցավալիորեն արդյունքում կարող է պացիենտը տուժել արդեն ընդմիշտ ներվարմատիկի վնասման արդյունքում։ Եվ այսպես, ահա հերթական դեպքը, որտեղ առաջարկվել է անել վերականգնողական բուժում, ես ինքս հրաժարվել եմ այս դեպքը ավարտել վերականգնողական բուժմամբ, խիստ կասկածելով դրա բարձր արդյունավետության վրա։ Պետք է լինել սթափ, ուշադիր եւ գրագետ։ Առողջ եղեք։